Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին My Culinary Versions խոհարարական ալիքն է և այսօր մենք պատրաստելու ենք շատ համեղ կարկանդակ լոբով և կարտոֆիլով։ Հիմա ներկայացնեմ և բաղադրիչները և պատրաստման եղանակը։ Միջուկի բաղադրիչները 200 գրամ լոբի նախօրոք թրջում ենք, եփում, ջուրը քամում, տրորում կամ բլենդերով, տրորող սարքով կամ պատառաքաղով, հարմար է ավելի լավ է բլենդերով։ 2 հատ միջին չափի կարտոֆիլ խաշում ենք, կեղևահանում, տրորում, բայց ձեռքով, ոչ բլենդերով։ Գլուխ սոխը և կանաչ սոխը կտրատում ենք, կես գլուխ սոխ, 1 քառորդ փունջ կանաչ սոխ։ Այստեղ ունենք ձեթ 330 գրամ կարագ, այս ձեթը և կարագը ուրեմն տապակելու համար, միջուկը տապակելու, սոխը տապակելու համար։ Ունենք աղ, չորաջիկա, աղացած սև պղպեղ, կարմիր պղպեղ և 1 հատ ձու երեսին քսելու համար։ Սա թողնենք մի կողմ։ Հիմա թավայի մեջ ձեթ ենք լցնում, մեջը դնում ենք կարագը և ձեթը, տապակում ենք կտրատած սոխը, այնուհետև վրան ավելացնում ենք տրորած կարտոֆիլն ու լոբին, խառնում ենք, համեմում ենք աղով և համեմունքներով, պատրաստ է, դնում ենք մի կողմ, անցնում ենք խմորին։ Հիմա դրոժ, ունենք 1 ճաշի գթալ դրոժ, գոլից քիչ տաք ջուր 160 մլ, շաքարավազ 1 թեյի գթալ, ձեթ 30 մլ, աղ և ալյուր 280 գրամ մոտավորապես։ Ինչպես ենք պատրաստելու խմորը։ Ասացի գոլից քիչ տաք ջուր, մեջը լցնում ենք դրոժը, շաքարավազը և ձեթը։ Առայժմ աղ չենք ավելացնում, որովհետև եթե աղ ավելացնենք այս փուլում, մեր դրոժը չի բարձրանա, չի հասունանա։ Ուրեմն գոլ ջուր, շաքարավազ և ձեթ թողնում ենք 15-ից 20 րոպե, որից հետո ավելացնում ենք արդեն աղը և ալյուրը, խառնում ենք, խմոր ենք հուցում և 30 րոպեով դնում ենք շատ թույլ 2-ից 3 րոպեով տաքացրած գոլ վիճակում գտնվող ջեռոց, նայեք շատ տաք չլինի, 2-3 րոպե միացնում եք ջեռոցը անջատում, որ ջեռոցի մեջը գոլ վիճակում լինի, խմորը չեփվի, 30 րոպե հետո հանում ենք, կրկին հունցում ենք, որպեսզի գազերը դուրս գան, կրկին դնում ենք ջեռոց երկրորդ անգամ 30 րոպեով, 30 րոպե հետո հանում ենք, արդեն գնդեր ենք անում, ծածկում սննդային թաղանթով սեղանի վրա, որպեսզի չչորանան։ Թողնում ենք մոտ 20 րոպե հանգստանան, հետո գնդերը մեկ առ մեկ ձեռքի ափի մեջ բաց ենք անում, միջուկը տեղավորում ենք մեջը և ինչպես կարկանդակները պիրաժկին պատրաստում ենք, ինչպես է փակում ենք, ծածկում ենք եզրերը և վերջ։ Հիմա անցնում ենք հաջորդ փուլին, ջեռոցի թիթեղի յուղաթուղթը, թեթևակի ձեթ հոտում ենք, չնայած յուղաթուղթը ինքը յուղաթուղթ է, բայց թեթևակի յուղաթուղթը ձեթ հոտում ենք, որպեսզի մեր կարկանդակները չոր չստացվեն, այնուհետև այդ կարկանդակները տեղավորում ենք յուղաթղթի վրա, վրան ձու ենք քսում, կարող եք ձևավորել ինչպես ցանկանում եք երեսը և թխում նախօրոք տաքացրած ջեռոցում մոտ 30 րոպե, ջեռոցը նախօրոք պետք է տաք վիճակում լինի, 180 աստիճան, հենց վարդագոնում է, հանում ենք։ Այսօրվա համար այսքանը բարեկամներ, կհանդիպենք, ցտեսություն։